Այսօրվա վլոգը սկսում ենք դեպի Սևան տանող ճանապարհից։ Նախորդ վլոգի ընթացքում ցույց տվեցի, թե ոնց ենք ամբողջ գիշեր պատրաստվել, ձևավորումներ հավաքել, որ առավոտյան ուրախացնենք Առնոյին։ Իսկ այսօր արդեն ընտանիքով գնում ենք Սևան իր ծնունդը նշելու։ Բայց մինչ այդ եկեք մի փոքր անբոքսինգ անենք ու անցնենք առաջ։ Այսօրվա անբոքսինգը անում եմ սուպեր էքստրեմալ պայմաններում, տանից դուրս եք գալիս, պատրաստվել ենք արդեն, մազերս դեռ թացա։ Հակյոնքը սարինայի, բայց ես կարծում եմ, որ այս փաթեթի մեջ կան որոնք գուցե մեզ հենց այսօր պետք կան, դրա համար որոշեցի շատ արագ անբոքսինգ անել, նոր գնալ, այստեղ ունենք սենց շորտ, շատ լավն է, եթե ամուսինս ուզի կարա հենց այսօր էլ հակնի, հակի շոտ հոստո, ինչ մոտիրյալը, շոտ հոստո մոտիրյալը, ուսամ ամին չգնի, ամորայն էի պատկերացնում, ավելի թեթև, սա Առնոյի համար է, Առնոյը հենց էլ վերցրա, սրբիչա, որ գնանք ընթացքում ցույց կտամ ձեզ, բայց չբացես, հենց էլ դի պայուսակիք մեջ, հա, ճիշտ է, էմինի պայուսակի մեջ դիր, այստեղ ունենք ևս մեկ շորտ, սա պատը չի, լավն է, ունենք ոյ լավն է, սենց երկար շորիկ էի պատվիրել ինձ համար, ահագին լավն է, ձևետեց է հենց, կարտիկներ եմ պատվիրել Ադանի համար, բայց ահագին մեծոտ է, ինձ թվում է ավելի շուտ էմինի հակով կլինի, շատ լավն է, որակն էլ է շատ լավը, Ադան հրը տես քեզ համար ինչ եմ պատվիրել, քո հակով կլինի, թե բանի, էմինի, կավա քո հակով է լինի, և այստեղ կլինի քո հակով կլինի, և ևս մեկ շորտ, ամուսնուս համար, դե իսկ մենք տանից դուրս ենք գալիս, ինչպես ասացի, այս կրսմացները շոտ եմ սիրում, շատ ամառային, ո՞ր մեկը քեզ նվիրեմ գնքուս, ով արեց, Ադան է, Մամ, ասեմ կապուտեց դու, այ սիրուն է, դե ինչ մենք ճանապարհ ընկանք, Առնոն Սևանում կարելի է ասել չի եղել, շատ փոքր տարիքում ա եղել, հիշողություններ չունի պահած, դրա համար որոշեցինք այսօրը անցկացնել Սևանում, հուսանք եղանակը բարենպաստ կլինի, ոչ մի բան չի խանգարի մեր հանգստին։ Մեզի թույլատրվում է կեզրացի կլպշել։ Չգիտեմ, պիտի հարցնեք այդտեղ քշողներից։ Իրոք բայց էդի ոնց էին գնալ քրել, հա, դերից։ Եթե թույլատրվի սերկույն է հուսելու, ինչու, կետրոցի։ Մենք արդեն հասել ենք, հիմա գնում ենք մի հատ լճի մոտ, տեսնենք ափը ոնցն է, եթե չէ, լոկացիայի փոփոխություն կանենք ընթացքում։ Արի, ձեր սպրնի, Առնոն, արի գնանք տեսնենք ափը լավն է, Արի Առնո, առաջին անգամ ես դու Սևան գալիս։ Կարող է էլի եկացած լինես, բայց
Точно առավ դու Այ մտքանը։ մամ։ Ջան։ Բայց իսկական չտեղը տենց կլոր բաներ են ծախում։ Եկեք նայեք ջուրը նայեք դեռ։ Եկեք մի հատ գնանք։ Ուսին։ Այն ար։ Բռնի ձեռքը։ Մամա դե լողում են։ Լավի։ Մամա։ Չի կոստը։ Սեգոն է։ Vay be. Rahatsız. Kırçı var bu hampırsı. Ne yaptın? Ո՜։ Առաջի հանը կլը։ Դա ծերը Դե դավայ, մտես։ խարկը։ Աբա։ Դավայ քոզ։ Այ, Հավաս խորը տեղ չի։ արա սառնը դեն գնաս Էմիլի մոտ։ Դե գրկած տանեմ։ Ես չի կարելի։ Գնա։ Դարշիկը սարքին չունը։ Ուզում ենք նավ նստենք։ Օ, երեխեք արդեն ջուր են։ Հələ եկեք այստեղ։ Բայց այս ձեր շորերը ջուրը մտնելու շոր չէր, ախր պետքա փոխվեիք, նոր ջուրը մտնեիք։ Եկավ նավը։ Ադանը, Ռաֆը, Էմինը, Արնոն, ես Հիսոսն։ Ռաֆն ինչպես միշտ հեռախոսում է։ Անգամ հանգստի ժամանակ չի կարողանում հանգստանալ, որովհետև միշտ ինքը հեռակա աշխատանքի է։ Եվ Արնոն վայելում ենք Սևան իր ողջ գեղեցկությամբ։ Գիտեք, անկեղծ ասած, այս վլոգի ընթացքում շատ բան կուզեի ասել մեր հայրենակիցների անշնորհք, փնթի, կեղտոտ պահվածքից տարբեր հասարակական վայրերում, բայց չեմ ուզում կոտրել դրական նոտան, այնպես որ անտեսում ենք ու անցնում առաջ։ Ես ոսեն գլխարկն չորացնում տվածքում։ Մի գլխարկն էլ ենք վերցրել, բայց այն դնում էինք անընդհատ գլխից հանում էր, երևի իրեն հարմար չէր։ Այս մեկը իր սիրելին էր։ Էմինասկան ոչը շատ երկար է։ Այս Էմինը մողես բռնեց ոչից։ Ես մի օր փեդով խփելում ենքան երկար։ Ոչը մնաց ձեռքի մեջ փախավ։ Ոչը մնաց ձեռումս սրորում էր։ Ոչը շորում էր։ Կյանքից Խելոք սոսես կյանքն է վայելում։ Իսկ ես փեդով խփել եմ անընդհատ բում 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 լուսին տատեն ստոնը։ Փարում ստաց։ Վախեմ դեր։ Ոյ ես վախ կապ չունի, ես վախում եմ։ Արնո ո՞նց է։ Սրանք մեր ավազի ֆիգուրկաներն են։ Առա այստեղ ջուրից։ Էմինն էլ ստեղ հավեսի անգել ավազանա պատրաստում։ Ստեղ իման ամլիկը ջուր է լցվելու։ Իսկ ալիքները ստեղան են սամուր եմ սակում, ստեղ հետո վերջում բանը Տիկնորս մի հատ լվանում քո ավազանի մեջ։ Ստեղ վերջումը քարերով ստեղ պատելու եմ, որ հենց որ սնդուկլավ ալիքներ լինեն, չջարդնեսի։ Արդեն մի քանի անգամ սատուժեղ ալիքներ եղավ չջարդեց։ Նա մեր շնտակը։ Բայց հեսա գնում ենք ես ափիցը։
Եկեք հավաքենք մեր սրբիչ բանը։ Հա, ոչինչ, թող խաղա մի քիչ։ Հեսա հավաքվեն կամաց գնանք արդեն այս ափից։ Ոյ, Էմին էստեղ բան է արել, փոքրիկ մանր խխունջիկներ է հավաքել, որ իր հետ տանի մեր սրբիչը։ Արնո! Արնո! Ստեղ շատ ակտիվ ընտանիք եկավ։ Մամայկը մի բանով զբաղվում է, օգտիվ։ Ամուսնուս հորակլոճ աղջիկան ու իր ընտանիքին տեսանք, շոտ պատահական։ Հիմա գնում ենք իրենց մոտ, մի հատ իրենց էլ ողջունենք, մի քիչ էլ իրենց հետ մնանք, հետո արդեն այստեղից դուրս կգանք, առնենք քիչ օրոջ մի տոտիկի այս բանով, սպրիչով, նենց ջրեց, նենց վախացրեց այդ տոտիկին, մեծ տոտիկ էր, մեքենա է գալիս, բարե, սպասի, մեքենա է գալիս։ Չգիտեմ ինչով։ Ո՞նց է անցնում ծնունդը։ Ինչով մեր պատրաստ կլինի։ Այ նույն սիրած պահենք շահում։ Գոտ ապրես։ Այս կողմ։ Ուսեն տեսապացեն ապսել։ Բերդ համանը տուտի մոտրիկ ապրես դուկանի տուտի կանքես Բլոջ։ Փիր։ Չէ, մոտիկացիան կամ ասում չխփեք ունենք հաց սոսեին ունենք որպես ուտելիք։ Սոսե, Այս տեսարանը ձեզ կհուշի, որ մենք արդեն տանն ենք, բայց ես առանց ժամանակ կորցնելու մի անգամից անցնում եմ սրանք հավաքելուն, որ հետո գործս ավելի դժվար չլինի, որովհետև վեսպայուսակների մեջ լիքը հագուստներ կա, որոնք այդպես էլ մենք այնտեղ չհագանք, չօգտագործվեցին, դրա համար ավելի լավ է հիմա արագ հանեմ, սիրուն դասավորեմ, որոնք պետքա գնան լվացքի մեքենա գնան, մի խոսքով ամեն ինչ արագ դասավորեմ դարակներում, որ հետո ավելի խառնաշփոթ չլինի։ Այստեղ երեխաների երկրորդ ձեռք հագուստներն են, որոնք իրենք այդպես էլ չհագան։ Բավականին շոքեր իդեպ, վերցրել էի նասկի, երկար թևով վերխեր, մտածելով, որ գուցե այնտեղ քամոտ լինի, բայց չէ, շատ շոքեր ու երկար թևով հագուստների կարիք չեղավ։ Այդպես գործերս էլ անեմ, լվացքներ գցեմ մեքենա ու հանգիստ նստենք։